Պարոն վարչապետ, խաղաղության համաձայնագրի մի զգալի մասը, որը հաջողությամբ բանակցված էր երկու երկրների միջև, եւ նախագահ Թրամփը ներկա էր, Զանգեզուրի միջանցքի ստեղծումն է։ Այդ միջանցքը կապում է Ադրբեջանը Հայաստանի հարավով Թուրքիայի հետ։ Եվ բնականաբար կան լավ հետևանքներ առևտրի ավելացման առումով, բայց կասկածներ կան, թե արդյոք այդ միջանցքի ստեղծումը նույնչափ բխում է Հայաստանի շահերից, որքան բխում է Ադրբեջանի շահերից։ Կարող եք մեզ ասել հիմնական տարբերությունները ձեր ընկալման մեջ Զանգեզուրի միջանցքի, ինչ տարբերություններ կան Հայաստանի եւ Ադրբեջանի ընկալումների միջև։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, խնդրեմ ուզեք պատասխանել։ Շնորհակալ եմ։ Գիտեք, Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերը իրենք ծավալուն չեն։ Եվ այնտեղ ընդունված փաստաթղթերը եւ հռչակագիրը ընդամենը մեկ էջ է 5 կետերով։ Եվ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տարբերակը նույնպես ծավալուն չէ, եւ ես կխնդրեի բոլոր այն գործընկերներին, ովքեր հետաքրքրված են թեմայով կամ առավել եւս պատրաստվում են հրապարակային խոսել այդ թեմայով, բացարձակապես դժվար չի այդ մեկ էջանոց պլյուս մի քանի էջ փաստաթուղթը կարդալ։ Իսկ ինչ կիմանանք մենք փաստաթուղթը ընթերցելուց։ Կիմանանք, որ ձեր նշած խոսույթը ընդհանրապես գոյություն չունի եւ բացակա է այդ փաստաթղթերում։ Տեսեք, ես էլի ուզում եմ ընդգծել, դուք օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ։ Որտեղ եք կարդացել այդ արտահայտության մասին։ Նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Եվ ես ասում եմ, ես վերջերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից նույնպես ստիպված եղա առնալ այս խնդրին, որովհետեւ տեսեք, ես ասում եմ, որ խաղաղությունը խնամք է պահանջում։ Այդ խնամքի շատ կարևոր ատրիբուտ է լեգիտիմ բառապաշարի օգտագործումը։ Լեգիտիմ համաձայնեցված բառապաշարի օգտագործումը։ Ես ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցա եւ արձանագրեցի, ընդ որում նույնը կարող եմ ասել այսօրվա ելույթի մասին եւ արձանագրեցի, որ իմ ելույթի մեջ չկա մի բառ, մի արտահայտություն, որի ծագումնաբանությունը ես չեմ կարող ցույց տալ Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերից։ Հետևաբար նրանք, ովքեր օգտագործում են Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, ըստ էության եւ իմիջիալոց ես նաեւ դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի, ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Որտեղ է Զանգեզուրի միջանցքը։ Քարտեզի վրա պետքա ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը։ Որտեւ եթե պարզվի, որ Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից։ Դա արդեն իսկ ձեռբերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է եւ կներեք, ես չգիտեմ, ինձ շատ հետաքրքիր է, դուք որտեղից գիտեք այդ արտահայտությունը, որտեղ եք կարդացել, որ Հայաստան-Ադրբեջան, տեսեք, դուք Վաշինգտոնի համաձայնությունների մասին եք խոսում, բայց օգտագործում եք բառապաշար, որ Վաշինգտոնի որևէ թղթի մեջ չկա, ընդհանրապես չի եղել եւ ավելին վնաս է բերում խաղաղության գործընթացին, որովհետեւ ուղիղ կերպով խախտում է պայմանավորվածությունները եւ դուրս է օգտագործվող լեգիտիմ բառապաշարից։ Վաշինգտոնում մենք պայմանավորվել ենք, որ տարածաշրջանի հաղորդուղիները կբացվեն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հիման վրա եւ փոխադարձության սկզբունքով։ Ընդ որում Հայաստանը Ադրբեջանի համար, Ադրբեջանը Հայաստանի համար այդ հաղորդուղիները պետք է բացի եւ ներքին, եւ երկկողմ, եւ միջազգային հաղորդակցությունների համար։ Սրան գումարած Հայաստանի տարածքում գործելու է թրիպ ուղի նախագիծը, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության։ Եվ այս թղթի տակ ստորագրել է նաեւ Ադրբեջանի նախագահը։
Եվ հետևաբար իմ կոչն է եւ ակնկալիքն է, որ օգտագործվի բացառապես լեգիտիմ բառապաշար, իսկ Ադրբեջանի գործընկերներից ակնկալում եմ, որ նրանք ցույց տան, քարտեզի վրա ցույց տան, թե որտեղ նկատի ունեն, որ հատվածն են անվանում Զանգեզուրի միջանցք։ Եթե դա որևէ կերպ վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, կներեք, որևէ մեկը Հայաստանի Հանրապետության տարածքում անուններ որոշելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետությունը։ Հակառակ գործելակերպը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում, ինչի շուրջ բարձրագույն մակարդակով հրապարակային ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Իսկ ելի եմ ասում, անուններ բառամթերք կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության տարածքի պարագայում միայն այնպիսի, որ սահմանված է Հայաստանի կառավարության կամ խորհրդարանի կամ համապատասխան մարմինների կողմից կամ համաձայնեցված է Հայաստանի կառավարության հետ։ Եվ հետևաբար թույլ տվեք ասել, ես խստորեն դատապարտում եմ ձեր կողմից ապա լեգիտիմ բառապաշարի օգտագործումը այս հեղինակավոր դահլիճում եւ այս հեղինակավոր ինստիտուտում։ Շնորհակալ եմ։